Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիում 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը Համազան Համբարձումյանը եղել է իրավաբան գրականագետ։ Նկատելով 3-4 տարեկան որդու թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն զբաղվում օժտված զավակով, զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին Համբարձումյանը ավելի շատ հետաքրքրված էր աստղագիտությամբ և մաթեմատիկայով։ Նրա համար միշտ առաջինն էր մաթեմատիկան և աստղագիտությունը։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների, ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը գնում է Թբիլիսիում։ Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ, Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջ դրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույթի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Վիկտոր Համազասպի Համբարձումյանը մահանում է 1996 թվականի օգոստոսի 2-ին։ Նա թաղված է Բյուրականում։